Աբուշիմեգը պիտի լաս, եթե չհասկնաս, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հայկական է, Փարի լույս։ Նույնիսկ եկեղեցին կբարդատրե, պայմանակիր ստորագրեք, որ ձեր հարսանիքին օրը ապահովեք։ Իսկ դուք ինչու չեք ստորագրել ձեր ամուսնության պայմանակիրը, որ ձեր կյանքը ապահովեք։ Call Der Parsegian Law Group 323-937-2727. Փարի լույսերներ այսօրվա նյութս կապ չունի հայկական իրադարձությունների, այլ կապ ունի մարդկային իրադարձության։ Թե հայը ինչ տեսակի հարաբերություն ունի։ Եվ այս նյութի զիրեններս հարաբերություն կլա դղամարդու եւ գին արմադի միջև, հարաբերություն կլա ծնողքի եւ զավակի միջև, եւ հարաբերություն կլա երկու երկիրներու միջև։ Ուրեմն, սկսենք առաջինով։ Արդյոք մենք 21-րդ դարուն ուդեղ ամեն տեսակի ազատություններ ունենք։ Ոյ մեկ բան փոխված է դղամարդու եւ գին արմադի հարաբերությունների մեջ։ Կամ բարձրապես 1000 տարի անուն բաններ իրանց մարդիկ չէին խոսեր։ Իսկ այժմ հանկիստորեն գնաս արդահայտվել։ Եկեք նյութին սկսելու համար Աստուծո կամքով ավելի մոդիգեն իրարու նայենք։ Եվ այսպեսով ահավասիկ տեսակ Աստված կարողացավ մեզի միացնել ավելի մոդիկ, որ դուք կարողանաք իմ աչքերու մեջ նայել եւ տեսնեք իմ աչքերի ամմեղությունը։ Դուք կարծում եք, որ ես չար մարդ եմ, բայց չէ, սեներ։ Ահավասիկ, որ աչքերուս մեջ կնայիք, դուք եք Աստված այդ մեկ։ Իրականություն անգամ որ դուրս ինձի կտեսնեք, այդպես կարդայդվիկ։ Հերադեսիլի մեջը դու շատ ավելի կոպիտ մարդ ես, բայց այստեղ աչքերդ շատ ավելի հստակ կսե թե ով ես դու։ Ուրեմն սեներ, գիտենք 5 շաբթի օրը ամեն իսկ ժամը 3-ին հունգարական տեսփանական արխիվը, որ նույն ադրբեջանական տեսփանական նույն շենքի մեջն են այդ երկուքը, Wilshire Boulevard-ի վրա։ Դեղեցություններ ամեն դեղ կա։ Իսկ այսօր մեր հարաբերությունը իրարու հանդեպ եւ առաջինը կսկսեմ դղամարդ եւ իքական արմադի հարաբերությունները։ Անգերձ ենք կամ գերձավոր ենք։ Գիտեք, նույնիսկ ամուսնություններ կան, դուրսեմ մարդիկ կտեսնեն, որ հոյագապ վիճակի մեջ է, բայց ներսը իրարու գադեն։ Բայց ամոթ է հասկացողություն մգա եւ ադիգա բաժար գտարնա, որ մարդիկ այդ ամոթեով մեռնին իսկ։ Բայց տուն 21-րդ դարու այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգներու մեջ աբրողը իհարկե գտնակ ծեր հարազատներուն ասել որ այս դրակիրը YouTube-ի վրա գրնան ուղիղ հիմակ թիդել այս վարյանին youtube.com Horizon Armenian TV եւ որ եւտան ուղիղ եթեր թեգուզ եթե Զիմբաբվեի մեջ են կամ Հայաստանի մեջ երկու ծայրահեղություններ գիտեք Armenia եւ Zimbabwe բարձրապես անգլերեն IPNK-ի ABC-ի ծայրահեղություններն են Այդ իմաստով ասեցի միմիան բա մենք մեր երկիրը այդքան երկիր եմ որ Զիմբաբվեի հետ պիտի փախտadենք մեր երկիրը չլավ Զիմբաբվեի գոյություն չեր ունենավ չէ ինչ որ է այդ իրավիճակը հետո խոսենք հարաբերությունը այսօրվա նյութը եւ նայեցեք վստահ եմ որ ցեզ մեր շատեր նույնիսկ սպիրսեք մարտարարած եւ աստուծո հարաբերությունը Գիտեք կան այդ եսակի մարդիկ ական որ հարաբերության մեջ մտածեն աստուծո հետ այսինքն դեյթ կնեն միասին դուրս գելեն սուրճի գերտան ջաշի գերտան գինոյի գերտան աստուծո հետ իսկ տուն եկեք այդ առասպելները մորնանք իսկ տուն ինչ իրավիճակի մեջ կգտնվիս այսօր Ընդհանրապես գանայք են որ ավելի թշկող են հարաբերությունների գաբակցությամբ դղամարդիկ գույրորեն ասում են եղավ ունինք նստենք վերջացանք Գին արմադը ընդհանրապես ավելի բահանջքներ ունի քան դղամարդը դղամարդը մեկ բահանջ ունի անգողնի մեջն է ատքի անդին ամեն ինչը կյանքը ասած մաքուր նոր հայերենով նորմալ է իսկ գին արմադը ավելի շատ բահանջ ունի անգողնի իրավիճակը բայց ատքի անդին կսկսի
այդ իրարու հետ հաղորդվելու, իրարու հետ խոսելու, ավելի մանրագրգիտ նյութերու հարաբերություններու մեջ մտնան, որ ընդհանրապես դղամարդը համբերությունը չունի այդ բոլորին։ Սա ճշմարտություն մնե, որ նույնիսկ Աստված, նայեցեք, Աստված Գույս Մարիամին ինչ արեց։ Երեխան բերավ, վսավյալ լականա, Հոսեփին հանձնեց։ Չնստավ հետ չխոսեցավ։ Անցյալ օրը միտքես կանցներ գոր, որ Հիսուս Քրիստոսը եկավ երգիր եւ հսա որ միակ թակավորը երկրակունթի չեմ գիտի դիեզերքի իր հայրն է Աստվածը։ Հետո նկատեցի որ հարսանիքներուն քահանաները միշտ հարսուփեսային թակավոր եւ թակուի գհայդարարեն։ Եթե Հիսուսը եկավ եւ հսա որ միակ թակավորը իր հայրն է եւ ուրիշ թակավոր գոյություն չունենար, ինչու ամեն հարսանիքին քահանաները իրենց դիրոջ ամենամեծ թակավորին թեմը նոր թակավորներ կստեղծեն։ Բարձրապես միտքես անցավ, այսինքն գիտեք ես քանի որ քուղիս վրա մաս չունիմ եւ այդ դղամարդը որ քուղի վրա մաս չունենար, ընդհանրապես ուղեղը ավելի շատ կաշխատի։ Իսկ ամ որ շատ մազ ունեն, ուղեղն չաշխատի, քանի որ ծնունդը պետք է երթա մազերին։ Հարաբերությունը նյութերները այսօր մի ամճնակ ամեն իրա նույն իրավիճակի մեջ եք, մի ամճնակ, ամենման առասպելու մասին պետք է խոսիմ ձեզի հետ, որ կարողանաք զանգարեք եւ խոսեք։ Կամ եկեք այս շաբաթ, քանի որ Հունգարիա, Ադրբեջան, այս հարաբերությունները կան, նայեցեք նույն նյութն է։ Միայն թե ես ուրիշ տեղեն կսկսեմ, գոր հետո պիտի երթամ ադե։ Անոր մասին խոսենք։ Գնանք ժամերով, բորանք կանչենք։ Հարաբերություն, թե ինչ է հարաբերությունը։ Ինչպիսի կնակ ծեր զավակներուն բացադրել, որ եւ որ հարաբերության մեջ մտնան, ինչեր պետք է կատարեն եւ ինչին ուշադիր լան։ Իսկ անցյալի սխալները նորեն գրկնելով, թե անցյալի սխալները ամոթ են եւ չարդահայտվին անոնց մասին եւ անցնին առաջ։ Այսօր հետաքրքրված չեք, նյութը փոխեմ։ Կարևոր նյութի մասին կխոսիմ, անցյալ անգամ նույնը ըրիկ։ Եվ որ այս գենցաղային մեր ամեն օրվա հարցերու մասին խոսենք, որ առողջ մարդ լինենք, ոչ ոք չի զանգահարի։ Հայ ասկի դքիդության չափանիշ է գարձեք։ Պետք է ամենման առասպելներու մասին խոսեմ։ Աստված, որ իր միակ զավակը ուղարկեց ցեզի համար, զոհվեցավ, որ դուք մեռնելեդ հետո եդերթակ Աստուծոքով։ Չէ, գարձեք զանգը եկավ առաջինը, բայց այդ բաժարով չեր գարձես, չէ։ Ուրեմն նյութս հարաբերությունների մասին եւ գսկսինք որ դղամարդ իքական սերի միջև։ Նայեցեք, շատ հավանական է որ հիմա պիտի չղայանանք։ Շատ հավանական է նույնիսկ հարաբերություններ իքական սեր եւ իքական սերի միջև եւ արագան սեր եւ արագան սերի մեջ։ Վերջերջո մարդ արարած անգախ որ ինքը դղամարդ է կամ գին է, եթե նախընտրություններ ունի այդ հարաբերությունների մեջ պետք է մտնա։ Անցնենք առաջ։ Բարի լույս, ծեր գարժի։ Բարի լույս։ Բարի լույս։ Արեք։ Ես լավ լինեք։ Ես միշտ լավ եմ։ Ներողություն, Բամբասամյան։ Դուք մազեդ վեցերից խելքտեք մաքսեր ակացես, չէ։ Ինչու շատ հիմար եք, ծեր անունը ինչ է։ Քո անունի նման։ Դեսակ սեներ, այս ասկի դքիդությունը այս ուղի եթերներու ընթացքին կբարձապանվի։ Նայեցեք աշխարհի ծեր գարձիկով ամենա ոչ զարգացած ժողովուրդը այս ուղի եթերի բաժարով զարգացավ, բացի հիմար հայերը։ Մարդը կոր չունի, բան չունի, վստահ եմ որ գնիկ նա ուրիշին հետն է, քանի որ ինքը հարաբերության մեջ է, նստած է ինձի գտի դե եւ ուզում է ասել որ ինձի իմ մազս որ չի գա ուղերս գործընդ է։ Ես հստակորեն բացատրեցի այդ դղամարդը որ ուղեղը քիչ մազ գա քուխի վրա, ուղեղը ավելի լավ գաշխատի, քանի սնունդը մազին չերտար։ Հիմա սա քիդությամբ բացատրեցի ոչ, կադակ մարեցի ցեզի հետ։ Հիմ աբուշի մեկը պիտի լաս որ իմ գադակներս անես եւ ճշմարտության տեղը։ Եվ վստահ եմ որ հարցիկային մանավանդ հայերը այս մեկը գտնան օգտագործել։ Անցնենք առաջ։ Բավզաբես զանգվեցավ նորեն կզանգենք։ Նույնպես հարաբերությունների մասին են։ Մի ամացեք։
ամոթ է հասկացողություն քոյություն չունի աշխարհի վրա։ Կամ ձեր գարձիկը։ Այո։ Ներգրավիկը բավական պատմական քիչ մը պատմությունը գերգունցն է սկոր։ Եգուր գարցնենք բամությունը։ Եգուր նյութի մասին մեկ կդոր խոսիր։ Որ մեկ բամությունը երգարեցուցի։ Այլ խոսիր ինչ մնացես Ժամանակ չունեմ, ես հանգիստ կրնամ խոսիլ, ինչ որ պիտի խոսիմ։ Թուք եք, որ հարաբերությունների մեջ եք եւ չեք գիտեր ինչպես մեջ եմ իդելեք։ Ես շատ հանգիստ եմ, ամեն մարդու հետ կկարողանամ իրեն չափանիշով հարաբերության մեջ մտնամ։ Եթե իքական սեր է, իր բանջների համաձայն իրեն կհասկանամ եւ հարաբերության մեջ կմտնամ։ Բայց ցեզ մեջ շատերը բարձրապես հարաբերության մեջ կմտնակ, քանի որ այդպես պետք է լա։ Չէ՞։ Ահավասիկ նորեն նյութը որ կարևոր է ցեզի համար, ինձ համար կարևոր չէ, ցեզի համար կարևոր է։ Դուք այսօր թշպախտությունների մեջ կաբրեք։ Իհարկե շատերը կան որ գույրորեն են նայում, շատերը կան որ լայն աչքերով են նայում եւ չեն տեսնում այդ թշպախտությունը։ Բայց ադու մասին չխոսենք, եկեք խոսենք ինչի մասին։ 5 շաբթի օրվա ցույցի մասին։ Չէ՞։ Բարի լույս, ծեր գարձիկը։ Ծեր գարձիկը։ Այո, ծեր գարձիկը։ Սեներ, նախորոք անչադեցեք, հետո հերախոսի վրա փորձեք զանգել։ Բարի լույս, ծեր գարձիկը։ Ստեփան Այո։ Ծեր գարձիկը։ Գիտեք ինչ, ջիվերուսը գզանեք կամ չեք զանել։ Ես մինագս կրնամ խոսիլ։ Եթե ծեր եք առնելու, վազանցեք, կացեք ուրիշ բաներ եք, կացեք ծեր զույգերու հետ խոսեցեք քիչ այս ռոբեին։ Եթե նստած եք ինձի գտիդեք եւ բարձրապես իմ վրաս պիտի խնդակ, վստահ եմ որ ծեր զույգերը ծեր վրան վաղուց են խնդացած։ Ուրեմն նախընտրելի է խոսենք։ Ես սկիզբից կսա հարաբերություն գինարմատ դղամարդ, հետո էսի հարաբերություն ծնող զավակ, հետո վերջացանցի հարաբերություն երգիվների մեջ։ Ախե զարգացած ժողովուրդը լայքն է շատ հանգիստ կմբրնեիք եւ կսկսեինք զրուցել իրարու հետ։ Բայց քանի որ դքետ աբուշ եւ շատ անգամներ մեջերնիտ մարդիկ կան որ ինձ մարդի գոչումի իրավունք չունեք։ Այս իրավիճակի գահստենք։ Նորեն աստուծո գամքով ցեզի արիտ պիտդամ։ Բարի լույս։ Ստեփան, Այո։ բարի լույս, սա ուղի եթերն է, չէ՞։ Այո, եթերը։ Խնդրեմ, ծեր գարձիկը հարաբերությունների մասին։ Ուրեմն Ստեփան ջան, ես այս թեման չեմ ուզում հենց հիմա արծարծեմ, բայց ուրեմն օգտվելով եթերի առիթից ուզենայի մեր ժողովրդին համբերությունն ցանկանայի առավել եւս քեզ։ Ինչու համար։ Երկրորդը կուզենայի ցանկանայի մեր հայրենակիցներին ցանկություն կրթվելու։ Երկրորդը գիտություն սխալները ընդունելու մասին, կարողանալ ընդունել սխալները։ Եվ ամենակարևորը երրորդը միշտ պոզիտիվ մտածելը։ Դրական մտածելը հաջողության համար ընդունելի չէ։ Ես գիտեմ, բայց ես առիթը կուզենայի օգտագործել եթերում լինելու եւ Նույն իրավիճակն է։ բոլոր երեքը մեր ժողովրդին։ Այդ երեքը հարաբերության հասկացողության ամենակարևոր դվյալներն են։ Հարաբերությունը, հիմա ես սկսա գինարմատ դղամարդու հարաբերություն, հետո ուզեցի ծնող զավակ եւ հետո երթալ երգիվներու հարաբերություն։ Եվ ուդեղ պետք է անպայման խապես, ուդեղ պետք չէ խապես։ Օրինակ գինարմատ դղամարդու հարաբերության մեջ եթե խապես դու ժողովրդուն գլաս։ Ծնող զավակ հարաբերություն մեջ եթե խապես դու ժողովրդուն գլաս, իսկ եթե երգիրներու մեջ եթե խապես դու ժողա թիմացի երգիրը գլա։ Շնորհակալություն։ Հասկացաք։ Այսինքն քաղաքականությունը, երգիրներու հարաբերությունը քաղաքականությունն է, չէ՞։ Իսկ գինարմատ դղամարդու հարաբերությունը քաղաքավարություն է։ Ծնող զավակ հարաբերությունը քաղաքավարություն է։ Իսկ երգիրներու հարաբերությունը քաղաքականություն է։
քաղաքականության մեջը բորնիկ պետք է ելաս։ Իսկ միս հարաբերություն մեջը քաղաքագիրտ, զարգացած, գրթված մարդ պետք է ելաս։ Բարի լույս։ Բարի լույս, ծեր գարձիկը։ Պարոն Փարսամյան, ես մի հարց կուզեի ձեզ տալ։ Հարցումը ես տվի, դուք պատասխան ունեք։ Ինչ պատասխան։ Նայեցեք, դարիներով բացատրում եմ հայ ժողովրդին։ Ես այսօր ստույգ հարցը մեջտեղ դրած եմ։ Ձեր հարցերը իմ ջիվերուն է։ Եվ որ հարց եմ դրած, հարցից պատասխանեցեք։ Եթե ուզում եք հարցում տնել, խնդրեմ, զանգարեցեք, 9 հատ հեռուստաընկերություն կա։ Զանգարեցեք, ժամեր վարձեցեք եւ գացեք ձեր հարցը ժողովրդին տվեք։ Եղավ սիրելիներ։ Ձեր գարձիկը։ Իմ կարծիքս է դա, որ եթե հարաբերություն չունենաս, չես կարող ապրվես այս ժողովրդի մեջ, երեխաներիդ հետ, ընտանիքիդ մեջ, ամենի հետ պետք է լավ հարաբերություն ստեղծես, ինչ որ չափի մեջ է։ Այսինքն քաղաքագիրտ ըլլալը, գրթված ըլլալը կարևոր է հարաբերությունների մեջ, չէ՞։ Իհարկե կարևոր է, բայց մարդ կա, որ կրթված էլ չի, բայց Չէ, ներողություն։ Եվ իմանում է ինչպես խոսա, ինչպես Չէ, հարաբերություն ներողություն, գրթվածը սելս շնորհքն ունենա, հետո կրթություն։ Չէ, գրթությունը սալս համալսարան դպրոց կացած հասկացողություն չէ։ Նրանք ավանագություն են։ Համալսարան դպրոցը բարձրապես ուղեղի մարզանքի համար է, որ եւ որ գենցաղի մեջ նետվիս, կարողանաս գենցաղի իրավիճակով թուն իբր մարդ արարած, քեզի արդեն թուն, եթե մարդ ես, դրամապանություն ունես, անիչ որ հայերը չունեն, քանի հայերը մարդա չեն։ Այդ իրավիճակով դպրոցի համալսարանի գրթությունը ուղեղի մարզանքն է։ Վասկի Ուրեմն եւ որ քաղաքագիրտ եմ գենցաղային գրթություն է։ Մարդ արարածը դրամապանություն պետք է ունենա եւ ոչ թե զգացումներ հարաբերության մեջ։ Այո, ճիշտ եք։ Եղավ, շնորհակալություն։ Իմիջայլոց։ Այո։ Կապույտ գույնը քեզի շատ է հարմարում։ Շնորհակալություն, ես շատ կսիրեմ գաբույդը։ Շնորհակալություն։ Տեսակ սերներ, իգական սերը ինչպես ավելի դրամապանական է, քան թե արական սերը։ Հազիվ որ սիցեր գարձիկը մեկ կդորը սկսավ, երկար պարա խոսիլ պետքություն չուներ։ Ասենք չոտկի, վապշե պրոբլեմ չուներ Ազիզ ջան, մաքուր հայերենով։ Չոտկի, վապշե պրոբլեմ Ազիզ ջան։ Մեկ հատ հայերեն պարչի կորզածեցի։ Աս ավանակ ժողովուրդին, որ գարձում է, որ հայերեն է խոսում, չէ։ Ներողություն ցեզի համար չէի խոսի, որ ընդհանուր ժողովուրդը վապշե, չոտկի, ոպշե, ջան եւ չեմ գիտեր ինչը։ Անցնենք առաջ։ Հարաբերությունների մասին է նույնը, ծեր գարձիկը։ Բարև պարոն Ստեփան։ Բարև ինչպես է։ Բարի լույս։ Ես երևի հարցից դուրս ուզում եմ մի բան ասել, այն օրվա կազմակերպված ցույցի համար մեմորիալ այդ Memories Banquet Hall-ի մոտ։ Այո։ Արդյոք այդ ցույցը նպատակ ուներ, իմ կարծիքով նպատակ չուներ։ Ավելի ճիշտ կլիներ, որ այդ ցույցը կազմակերպողները այնպես անեին, որ այլևս այդ Banquet Hall-ը ոչ մեկ հայի ոտք չմտներ։ Եվ այդ ժամանակ որոշ նմանատիպ հայեր, ովքեր որ այդ Banquet Hall-ի տերերն են, կարողանային հասկանալ, որ ինչ են անում եւ ուր են գնում, եւ աչքները կբացվեն։ Նայեցեք, մեկը մյուսին հանգցանքը չէ։ Այս երկիրը ազատ երկիր է։ Մարդը դրամապանություն պետք է ունենա եւ զգացում այս բարակային, չէ։ Հիմա ինչ է դարբերությունը Թուրքիա համերգին կամ Բարսիգի համերգին։ Մենք հայերս Բարսիգի համերգին Քերտաստանով գնում ենք, չէ։ Նրանք մեզի 300 տարի առաջ չարթեր են, Թուրքը մեզի 100 տարի առաջ չարթած է։ Վաղը 300 տարի թող անցնի հայկական ցեղասպանության, ադիգայա կմոռնանք։ Իսկ ցույց անել ազատ երկիրը ասիգա։ Ես կնախընտրեմ, որ գրթենք հայ ժողովրդին, որ ավելի դրամապանական օրեն իրենք չուզեն երթալ, ոչ թե պետք է մեկի իրենցս է։ Այսինքն, եթե թուրքական համերգը հայն է դրած հային համար, ես կուզեի տեսնել, որ թուրքը հայկական համերգը դրած լար թուրքին համար։ Բայց մենք քանի որ ստրուկ ժողովուրդ ենք, մենք քանի որ
ասկային հասկացողություն ունենք, մենք միջազգային հասկացողություն ունենք։ Աստված ունենք, որ երկրակունտի բիլիոնավոր ժողովրդին Աստվածն է չագերդված, չէ՞։ Մեր քրիստոնյա հասկացողության մեջ։ Ուրեմն ոչ մի դարբերություն չուներ, Թուրքիա հայ է, Աստուծո զավակն է։ Փարի Լուիս։ Անսին առաջ։ Շնորհակալություն։ Հասկացողին համար Փարի Լուիս, չհասկացողին համար շատ Փարի Լուիսեր պետք է ասեմ թե։ Փարի Լուիս։ Փարի Լուիս։ Տեսակ սեներ։ Թեր մեր ասկի մեջ 21-րդ դարուն մարդիկ կան որ չեն գիտեր ուղիղ եթեր զանգարել։ Ինչ կսպասես ասասկեն։ Մենք չլայինք աշխարհ չերոլար։ Այսօր աշխարհը գա, անցեր կացեր է, մեզիա ոտնագողած է, եւ մենք թեր մեր ոչ թե դադիկների парքով, այլ նրանց դադիկների парքով ենք ապրում։ Փարի Լուիս։ Բարի Լուիս։ Ձեր գավձիկը։ Ես լավ եմ, դուք ինչպես եք։ Հարաբերությունների մասին է նույնը այսօր։ Այո, սիրելիս, ու շատ գեղեցիկ հաղորդում ես վարում, խնդրում եմ չանջատես։ Եթե անջատես, նշանակում է դու բավարար չես, ինձ կարող իմ դեմ խոսես։ Երբ որ ուզում ենք մենք ձեր հաղորդումը լսել, ես չեմ սիրում, որ դու վիճում ես, շատ հանգիստ քո պրոգրամը շարունակի, որ հասկանանք ինչ եք ուզում ասել եւ մենք կարողանանք պատասխանել ձեր հարցումը։ Հասկացաք այսօրվա հարցումս ինչ էր։ Այո, դու միայն հարաբերության մասին ես խոսում, բայց դու թույլ չես տալիս, որ մարդիկ արտահայտվեն իրանց մտահղացումը։ Չէ, սիրելիս, նայեցեք, ներողություն։ Եվ որ մեկը զանգում է եւ ասում է ես հարց ունեմ։ Արդեն նայեցեք 14 տարվա փորձառություն ես գնեմ, որ ավանագի մեկն է, որ ինձ հարցում բիթ հարցն է։ Okay, բայց դու իրավունք չունես նման տեղ խոսել։ Չէ, ներողություն, ես իրավունք ունեմ։ Ներողություն, ես իրավունք ունեմ։ Որ մարդիկ քեզ շատ հարգեն սիրեն։ Ես չեմ ուզում մարդիկ ինձ հարգեն սիրեն։ Ես հարգեն դե հիմա դու 15-6 ինձի։ Ես չեմ ուզում մեկի ինձ հարգե սիրե։ Ես ուզում եմ որ թանագը որ ոսկորին հասած է այս ասկի փճացման եւ վերջացման բարձրապես արթնանք։ Եվ հետո ես եւ որ ցերգարձիկը գարցնեմ գարիկ չունեմ որ դուք ինձ ասեք էսենց պետք է անեմ գան նույնը հարաբերությունների մասին է կարող եք դուք այսօր արդահայտվեք թե հարաբերություն հասկացողությունը ինչ է ցեր համար եղավ սեներ Փարի Լուիս Էբին մարտես արած Լսակ սեներ հայը անգարող է հայը իսկապես անգարող է Անսին առաջ Փարի Լուիս Այո, կարող եմ պարոն Ստեփանի հետ խոսել։ Խոսում եք պարոն Ստեփանի հետ։ Ստեփանի հետ եք խոսում։ Հերադեսին ցայնի իջեցրեք։ Ուզում եմ քո պատասխանը տամ։ Խնդրեմ, ո՞ր մեկ պատասխան։ Մեկն է շատ ապուշի մեկն է։ Նայեցեք Էրիկ կնիկ իրարու չեն գարցոց գարկացրել։ Նայեցեք դղամարդ էր, տեսակ, սկիզբը գնիկ Զանգարեմ եկած խոսեմ, ինքը իր դղամարդկությունը գնգան վրան։ Դղամարդեսն է գինիկը դար սենյակ մդիր իրեն սիրապան է, որ քիչ պամ մսկա։ Գնիկ զանգարե ես խոսեմ։ Գինը զանգարեց, բարև կարող եմ բարոն Ստեփան Պարտամի հետ խոսել։ Այո, ինչու՞, քանի որ հայ դղամարդը վախկոտ դղամարդ է։ Կարող եմ բարոն Պարտամի հետ խոսել։ Այո, ամուսինին հանցնեց։ Իսկ գինը ատկան որ դեբիլի մեկն է։ Ստրուկ ծառա։ Գնիկ Սավիգա զանգար Գարեղն զանգարեմ Ինչ որ է Այսօր հետաքրականը գիտեք ինչ ես էներ իրականչուր այս դրակի մեջ որ այս եսակի զանգեր գլան Օրի օր ես ավելի կպաստեմ որ ոչ չափ հետամնաց ժողովուրդ ենք մենք Եվ ոչ կրթված Հիմա բիդիսեք որ քուտ զրակրիտ միան թե հիմարները զանգարում են Ինչ ունենք Եթե խաղողի ողգույզը գուզես ավնել, մեկ հատ համը գարնես, եթե թութու է, ամպոչ ողգույզը թութու է, չէ, ահավասիկ աս է օրինակը հայ ժողովրդի զարգացման չափանիշին։ Փարի Լուիս։ Բարև Ստեփան։ Բարև, ինչպես եք։ Այսօրվա հաղորդումը շատ հետաքրքիր է եւ ես որ լսում եմ մեր հայերի տգետությունը, ուղղակի ես ապշած եմ, ամեն օր ավելի շատ եմ ապշում, որ այսքան հետամնաց են մեր ազգը։ Դեսար քիչ աչքը քեզ մանաշվա զանգարողը, գնիկը զանգարեց, ամուսինը ասա որ ես աբուշ եմ։ Այսինքն սրանց հարաբերությունը
Հետաքրական հարաբերություն, ես կուզեմ ուսումնասիրել այդ ընտանիքի հարաբերությունը։ Ձեր կարծիքը։ Տխմար հետամնաց ազգ են եւ ինչեւէ, ես չեմ ուզում ոչ մեկին թերագնահատեմ, համենայն դեպս ուզում եմ ասեմ, որ հայ ազգը բոլորովին հարաբերություն ասած բառը իմաստը չի հասկանում եւ բառարանի մեջ է ցանկություն չունի բացինայի թե ինչա նշանակում այդ բառը։ Քանի որ քոյություն, ինչպես որ ասեցիք, քոյություն չունի հարաբերություն։ Այսօր ամուսնության ամենակարևոր դվյալը հարաբերությունն է, չէ՞։ Բայց մարդիկ ամուսնանում են, քանի որ աղջիկը ուզում է քնել դղայմի հետ, հայրը ասում է մինչև որ մադանին չտնես, դրամով չավնես աղջիկան, չեմ ցկեր բարգի, բայց այդ հայրը այդքան որ հիմա է չգիտե որ աղջիկը արդեն 2 տարի այդ դղային հետ բարգում է, կամ մի քանի ուրիշ տղաների հետ է բարգում։ Բայց եւ որ հարաբերություն հասկացողությունը լա, հայր եւ աղջիկ, շատ ավելի աղջիկան աբական շիդակ կլա, եւ որ աղջիկը բարձրապես չամուսնանար հիմարի հետ, որ վերջավորության քեզ մերաչվա զանգարող այդ դարեց մարդկոց իրավիճակի մեջ դրել։ Ստեփան ջան, համենայն դեպս ուզում եմ ասել, որ ձուկը գլխից է հոտած, այդ հարաբերությունը շատ ճիշտ բառ է, որովհետև արդեն այդ հայրը չի հասկանում հարաբերություն, մտերմություն, ընտանիք հասկացողությունը ինչ է, եւ չի կարող խորհուրդ տա իր տղային կամ աղջկան։ Չի հասկանում ինքը ինչ խորհուրդ տա, որտեղ իր պապու եկած այդ հնադարյան հասկացողությունը ինքը ուզում է փոխանցի իր երեխաներին ու դժբախտացնում են իրանց։ Հայ ժողովրդի բաղմությունն է, թշպախտ ժողովուրդ է, ոչ թե քանի որ 100 տարի առաջ թուրքը մեզի չարթեց, 300 տարի առաջ բարսիկը մեզի չարթեց, ատկի առաջ արաբը մեզի չարթեց, ատկի առաջ հռոմը մեզի չարթեց, ատկի առաջ ով որ գուզես մեզի չարթած է, բայց մենք հիմա թուրքականի վրան կենտրոնացած ենք եւ թշպախտորեն ապրում ենք, քանի որ մարդկային դվյալ մենք չունենք։ Հարաբերությունը մարդկային դվյալ է։ Հայ ժողովուրդը կենտրոնապանական դվյալներ ունեն։ Թշպախտություն։ Այո, եւ դժբախտաբար գնում են համալսարան են սովորում եւ բարձր կրթություններ են ստանում։ Ադիգա թութակ դառնալու համար է։ Չէ, նայեցեք, այդ բարձր կրթությունը թութակ լալու համար է։ Զավակս բժիշկ լասն է փող աշխատես, քնա սորվիր, ասիգա գյուրաղի կնե, ասիգա ստամոքսն է, ասիգա հետույքն է։ Կերտագը սորվի, գուկամեգում գսե փող գարնե։ Բայց որչափ կարողություն ունի, որ դրամապանական օրենքյանքը առաջ տանի, ընդհանրապես հայրում մեջ շատ քիչ կտեսնենք այդ մեկը։ Շատ շնորհակալություն։ Շնորհակալություն։ Սեներ մի հատ մեկ րոպե ունեմ եւ այս վերջին զանգը առնեմ, քանի ես կսիրեմ, որ իմանամ հայերը խելացի են կամ խելացի չեն։ Նայեցեք մաքուր հայերեն փառք գործածեցի։ Խելացի են կամ խելացի չեն։ Փարի Լուիս։ Փարի Լուիս։ Դեսա խելացի չէին։ Փարի Լուիս։ Վալու Ստեփան, ինչպես ես։ Ես լավ եմ։ Շատ ժամանակ չունենք, արագ մը ծեր գարձիկը հայտնեք։ Ստեփան, իմ պատասխանը կամ իմ նմանների պատասխանը շատ մասնագիտական չի լինի, բայց մեր կյանքի փորձից ելնելով կարծում եմ մի երկու բան պետք է հաստատ հարաբերության մեջ։ Առաջինը ազնվությունը եւ երկրորդը անկեղծությունը։ Եթե այդ երկուսը լինի ցանկացած հարաբերության մեջ, թե ծնողի ու երեխայի, թե ամուսինների, կարծում եմ դա ավելի կայուն կլինի։ Շատ շնորհակալություն Եթե ցանկացած մեկը ուզում է մյուսի վրա ինչ որ Այո։ Եթե մեկն ու մեկը մի խոսքով եթե ազնվություն չկա ցանկացած մեկի հաղթանակը մյուսների դժբախտություն։ Շատ շնորհակալություն եմ ինձ հույս տվիք, որ հայ ազգը գրնա առաջ թիմել։ Մեկ հոգի նայեցեք դուք վերջին զանգարողը գեժ ժամվա նյութին Այսինքն ցեզմարաչը մի քանի դիգիներ շիդակ պատասխանեցին, բայց դուք ճշգրիտ եւ ըստույք նոր այսօրվա երբ կոնկրետ նյութի մասին խոսեցաք եւ թրագան դվյալ մդվիկ անգերձությունը եւ այլն եւ այլն գուսամ որ հայ ժողովուրդը մի բան սորվի այստեղ բարձրապես ասգարջ կարիք չունի որ համահասարան եւ տա որ հասկանա հարաբերությունը ինչ է շատ շնորհակալություն Սեներ ժամը եկավ արդեն ավարտելու այդ բոլոր հիմարներուն համար Փարի, ասենք մեջտեղը դադարգություն, երկար լույս, իսկ բոլոր հասկացողներուն համար իմ գոմես ցեզի թող միշտ յանքը լինի Փարի լույս։
Եթե հոս հասած եք, արդեն ուշացած եք, մի սպասեք ձեր գդակը քրելու։ Call their Parsegian Law Group. 323-937-2727. Աբուշի մեկը պիտի լաս, եթե չհասկնաս, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հայկական է։ Փարի Լուիս